Մի քանի օր առաջ Գիտակերտի իմ սիրելի հետևորդների հետ գնացել էինք անկախ Հայաստանի Հանրապետության հայաճանաչության հետքերով։ Ու միջև սպասում էինք, որ բոլորը հավաքվեն, տղաները կպցնում էին «Ես մեքենայից աղբ չեմ նետում» ստիկերը։ Ու քանի որ մենք օֆրոուդ ենք անելու, ես էլ ցեխերի մեջ այս հսկա տանկն եմ քշելու, չմոռանաս գրանցվել Գիտակերտին։ Մենք ուղևորվեցինք դեպի Տավուշ, իսկ ավելի կոնկրետ Շխմուրադիվանք։ Սկսեցինք անցնել մեր երկար սպասված օֆրոուդի ճանապարհը։ Մեր հմուտ վարորդների շնորհիվ անցանք բոլոր փորձությունները։ Վերջապես հասանք Շխմուրադիվանք։ Մենք հրավիրել էինք Տեր Արամին, որ մեզ հետ գար համ պատմեր վանքի պատմությունը, համ էլ վանքում միասին աղոթ կանեինք։ Արարողության ավարտից հետո նույն ճանապարհով ցեխերի մեջ թաղվելով, իրար օգնել, քաշել հանելով, վերադարձանք հանգստի վայր։ Սա այն թիմային աշխատանքն է, որի պակասը մենք բոլորս ունենք։ Հետաքրքիր է, երբ մեկը մնում է ցեխի մեջ, բոլորով մի մարդու պես օգնում են, որ դուրս գա։ Իդեպ Սուրենը միշտ ասում է, որ օֆրոուդը կյանքի պես բան է, պետք է միշտ ոտքդ գազին լինի։ Ճիշտ է, գիշերվա այսպիսի անձրևից հետո մենք պետք է վրաններից դուրս չգայինք, բայց դա մեզ միևնույնն է չկանգնեցրեց, որ խարույկ վառենք, կողքին հավաքվենք ուրախանանք։ Առավոտյան մենք ականատես եղանք այսպիսի չքնաղ տեսարանի։ Ֆիզիկական վարժությունների փոխարեն Արսենն ու Գևորգը անցկացրեցին Total Defense Ակադեմիայի ինքնապաշտպանական հնարքների դասընթացը։ Ժողովուրդ, եւ վերջում ուզում եմ ասել, որ Գիտակերտը միայն լայք դնելու համար չի։ Գիտակերտը իրար կողքին կանգնելու, ցանկացած դժվարություն միասին հաղթահարելու մասին է։ Մենք չենք կարող սիրել այն երկիրը, որը չենք ճանաչում։ Հայաստանը միայն Երևանը չի։ Հայաստանը այս ցեխերն ու քանդված վանքերն են։ Սա մեր ձևերից մեկն է Հայաստան սիրելու։ Մենք սենց փոքր քայլերով ենք դառնալու մեր երկրին պիտանի զավակ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնեցին այս արշավի կազմակերպման գործով։ Ներքևում նշելու եմ բոլոր կազմակերպությունները, որոնց հետ մենք համագործակցել ենք։ Կհանդիպենք հաջորդ արշավին։